Երգելու ենք 364 համարը, 364
Փառք Տիրոջը ժողովուրդն Տերորդն օգնական լինի մեզ բոլորիս։ Շնորհակալ ենք Տիրոջից այս առավոտվան համար։ Դավիթ ասում է ամեն ով իմ անձս մեին Աստծո սպասե, վասն զանիկա իմ հույսս։ Եվ 8 համար այսպես ասում ամեն ժամանակ անոր ուսացեք, ով ժողովուրդ անոր արչև սրտներն իդ բացեք, քանզի Աստված ապավեն է մեզի։ Տիրոջ խոսքը ասում է, որ մեր հույսը Տիրոջ վրա պիտի դնենք, փառք Աստծուն։ Մեր սպասելիքները Տիրոջից պիտի լինի եւ այսօրվա ամբողջ այս պաշտամունքի ժամանակ է, որ Աստծո Սուրբ Հոգին յուրաքանչյուրիս համար խոսք ունի եւ այդ խոսքը որպեսի գալով մեր կյանքի մեջ ինքը բժշկություն անի։ Բայց աղոթքից առաջ կարդալու եմ Ղուկաս ավետարանի 2-րդ գլխի 25 համարը եւ 41 համարը, որից հետո աղոթք կանենք, ժողովուրդ ջան։ Եկեք ուշադիր հետևենք Տիրոջ խոսքին։ Այսպես է գրած. Այն ատեն Երուսաղեմի մեջ մարդ մկար, որուն անունը Սեմյոն էր, անիկա արդար ու աստվածավախ էր։ Իսրայելի մխիթարությանը կսպասեր ու Սուրբ Հոգին անոր վրա էր։ Անոր հայտնված էր Սուրբ Հոգին, թե մահ պիտի չտեսնե, մինչև Տիրոջը օծյալը տեսնե։ Եվ ինչ ասում 27 համարը, անալ հոգով տաճար եկավ։ Ու երբ ծնողները բերին Հիսուս մանուկը, որպեսզի օրենքի սովորության պես անոր համար ընեն, ինքն ալ զանիկա իր գիրկը առավ եւ օրհնեց Աստված ուսավ։ Ալ հիմա ով Տեր արցակե քու ծառատ խաղությունով քու խոսքիդ համեմատ։ Ես երկու տարբերակ եմ կարդալու, մեկը այս մարդը Սեմյոնը եւ մեկը Հիսուսի ծնողները Հովսեփն ու Մարիամը։ Մենք տեսնում ենք այստեղ, որ Սուրբ Հոգին այս մարդու վրա էր եւ գրված է, որ հոգով տաճար եկավ։ Եվ մենք ուզում եմ տեսնենք, որ արդյունքը տեսնենք, երբ որ հոգով տաճար եկավ, Հիսուսին գրկեց։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք հոգով լեցված ենք, երբ որ հոգով գալիս ենք, մենք անպատճառ Հիսուսին պիտի հանդիպենք։ Մեզ համար պաշտամունքը սա է, որ ես հանդիպում ունենամ իր հետ, որ ես կարողանամ ճիշտ օրհնություն բերեմ Աստծուն, այն միության մեջ, որ Աստված է ուզում։ Եվ մենք տեսնում ենք այս մարդը սպասում էր, եւ Սուրբ Հոգին իրան առաջնորդեց եւ բերեց տաճար, եւ այս մարդը Հիսուսին հանդիպավ, եւ Հիսուսին գրկեց, եւ Հիսուսին վայելեց ինքը, թեկուզ մանուկ էր, բայց վայելեց ամբողջությամբ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի ամբողջությամբ վայելենք, պետք է Սուրբ Հոգուն տեղ տանք, ժողովուրդ ջան։ Եվ հաջորդը, այս երկրորդ տարբերակը, գրված է Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ 41 խոսքը։ Անոր ծնողքը ամեն տարի Զատիկի տոնին Երուսաղեմ կերտային, ու երբ անիկա 12 տարեկան եղավ, տոնին սովորության պես անոնք Երուսաղեմ գացին։ Այստեղ շեշտ ուզում եմ դնեմ տոնի սովորության պես, այսինքն տոնը դարձել էր սովորություն մարդկանց համար։ Ժողովուրդ ջան, եթե երկրպագությունը պաշտամունքը մարդու համար սովորություն է դառնում ուղղակի, մենք արդյունքը տեսնում ենք ինչ եղավ, ճանապարհին Հիսուսին կորցրեցին։ Այնտեղ այն մարդը գտավ Հիսուսին, ստեղ իրանք կորցրեցին։ Երբ որ ինձ համար պաշտամունքը դառնում է երկրպագություն, երբ որ պաշտամունքը ինձ համար դառնում է Աստծո հետ հաղորդակցություն, երբ որ պաշտամունքը ինձ համար դառնում է Աստծո հետ մեյություն, այդ օրհնությունը այդ տեղի ունենալու Սուրբ Հոգու միջոցով։ Բայց եթե պաշտամունքը ինձ համար ուղղակի դա է սովորություն, ուղղակի պաշտամունք է, գնամ մասնակցեմ, դե այսօր չի ստացվում, դե ոչինչ, չեմ էդ այսօր, բան չկա։ Այսինքն մարդու համար դառնում է սովորություն, ինչպես այստեղ գրված է սովորության համաձայն այդ տոնն էր եւ մարդիկ սովորություն էր, ուղղակի բարձրանում էին եւ այդ տոնին երկրպագություն անելու։ Եվ որ հետ էին վերադառնում, Հիսուսին կորցրեցին։
Եկեք մեր անձերը քննենք, այսօր ինձ համար պաշտամունքը ինչ է։ Ինձ համար հանդիպման վայր է այսօր։ Ինձ համար Տիրոջ հետ մեկության վայր է։ Ինձ համար Տիրոջը վայելելու վայր է այստեղ։ Ես այս հավատքով եմ գալի։ Տերը թող օգնի, թող բոլորից վրա Սուրբ Հոգու ձեռքը հանգչի եւ ուղեկցի մեզի դեպի Հիսուսի ոտքերի մոտ։ Ամեն։ Տերը օրհնի, կանգնենք հայր մեր աղոթքով, բերենք մեր երկրպագությունը։ Զիքոտն է թակավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ, փառավոր, տերերի Տեր, թակավորների թակավոր, մեծարում ենք քո փառավոր անունը։ Դու արժանի ես ճշմարտություն, դու արժանի ես Սուրբ Հայր, թող քո անունը մեծարվի Տեր Աստված, եւ դու փառավորվես քո ժողովի մեջ Տեր Աստված, այստեղ այս երկրպագությունը Տեր, անուշա հոտ խունկի նման թող բարձրանա Տեր Աստված, եւ դու Տեր ընդունես այս աղոթքը Տեր Աստված եկեղեցուդ, եւ ողորմությունը տանես քո ժողովրդին Տեր Աստված, այս ժողովուրդը քո այրյան գինն է Տեր, եւ նրանք քո սեփականությունն են, մենք բոլորս քեզ ենք պատկանում Տեր, եւ մենք խոնարհվում ենք քո խոսքերի առջև, մենք ուզում ենք, որ քո խոսքերը կյանք դառնա մեր ներսում Տեր Աստված, եւ քո խոսքիդ համաձայն քեզի երկրպագություն անենք, օրհնյալ լինի քո անունը, թող Տեր փառավորվի քո մեծ ու սուրբ անունը Տեր, թող բարձրանա եւ դու փառավորվես Տեր Աստված, շնորհակալ ենք քեզանից Տեր, որ դու հոգ ես տանում մեզ համար, շնորհակալ ենք, որ դու բարեխոսում ես մեզ համար, շնորհակալ ենք դու Տեր Աստված, որ մեր հոգսերի համար հոգ ես անում Տեր Աստված, դու գիտես բոլորիս վիճակը, դու տեսնում ես բոլորիս սրտերը, Տեր Աստված, խնդրում եմ օգնական եղիր եւ հիմա այս պահին Տեր, մեր օգնությունը քեզանից է Տեր Աստված, մեր աչքերը քեզ են նայում Տեր, օգնիր մեզի, մեր հույսը քո վրա է Տեր Աստված, Աստված իմ, բաներ կա որ Տեր Աստված,
Անկամ մարդը չի կարալուծի, բայց քո մոտ անհնարին բան չկա։ Դու ես ամենակարող Աստվածը, փառք քեզի Տեր, օգնիր, որ մեր հավատքը զորանա, հավատացողին ամեն բան կարելի է։ Տեր Աստված, օրհնիր մեզ Տեր, լեցրա Տեր Աստված, զորացրա, այսօր հաղորդակցության օր լինի Տեր Աստված, այսօր լեցունության օր լինի Տեր Աստված, այսօր այդ մտերմությունը լինի քո հետ, Տեր իմ հայրս, փառք քեզի քո հոգու միջոցով, օրհնյալ լինի քո փառքը, օրհնյալ լինի քո անունը, եւ դու փառավորվես, եւ դու մեծարվես, օրհնես ամբողջ ընթացքը, երգը Տեր Աստված, խոսքը եւ աղոթքները, անգամ լսելու ականջներ տաս, որ կարողանանք Տեր քո խոսքը լսենք եւ բժշկվենք Տեր Աստված, քո փառքիդ անվան համար շնորհակալ ենք քեզանից, օրհնիր ամբողջ ընթացքը եւ փառավորվիր, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ Երգելու ենք 979 համարը, 979 Ալելույա
Իջև աղոթք անելը մի տեղ եմ ուզում կարդամ, սիրելի Աստծո ժողովուրդ, գրված է Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 1-5 համարները։ Նույն ժամանակ աշակերտները Հիսուսին քով եկան ու ուսին. ով է մեծ երկնքի թագավորությանը մեջ, եւ Հիսուս տղամը կանչեց իրեն զանիկա անոնց մեջտեղը կայնեցուց ու ուսավ. Ճշմարիտ կսեմ ձեզի, եթե դարձի չգաք եւ տղոց պես չլակ երկնքի թագավորությունը բնավ պիտի չմտնեք։ Ուստի ով որ իր անձը այս տղուն պես խոնարեցնե, անիկա է մեծ երկնքի թագավորությանը մեջ։ Եվ ով որ այսպիսի տղայի մը կընդունի իմ անունովը զիս կընդունի։ Հետաքրքիր է, սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ աշակերտների մոտ հարց էր առաջացել ով է մեծ երկնքի արքայության մեջ, Հիսուսը իրանց սրտի խորհուրդները իմանալով իրանց սրտի համեմատ պատասխան չտվեց։ Չասեց ով որ իմ համար հալածանքա կրե, ով որ ինչ որ բաներ ա կորցրե իմ անվան համար, այլ մի երեխա կանչեց եւ ասեց ով որ իր անձ այս երեխայի պես չխոնարեցնի չի մտնելու։ Հետաքրքիր է, երեխային ինչ է պետք։ Երեխան ոչ այդ տարիքում ոչ կարար ինքը ավետարան կարդար, ոչ սովորացներ։ Հետաքրքիր է, չէ, Հիսուսը խի օրինակը բերեց երեխայի համար։ Երեխան տենց իր բնույթը նենց է, որ ինքը իր ծնողին լիովին վստահում է։ 100 հոգի կանգնացնես, ինքը իր ծնողի մոտ է գնալու։ Եվ միայն իր ծնողի մոտ է հանգիստը գտնելու։ Եվ Հիսուսի այդ օրինակը որ թողեց, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մեր կյանքում էլ կարող է աշակերտների մոտ, որ այդ հարցը եղել է, մեր մոտ էլ հաստատ կլինի։ Երբ որ այդ հարցի առաջ կանգնենք, հիշենք, որ պիտի Հիսուս օրինակ է թողել, որ պիտի նայենք երեխաներին, ինչպես երեխան է իր ծնողին գտնում 100 հոգու մեջից եւ վստահում իր կյանքը, նույնն էլ մենք մեր Տեր ու Փրկիչ, մեր երկնավոր Հորը պիտի գտնենք եւ մեր կյանքը վստահենք միջև վերջ։ Այդքանից հետո ինձ թվում է էլ մեր մոտ այդ մեծ կլինենք, թե փոքր կլինենք երկնքի արքայության մեջ, այդ հարցը էլ չպետք է հետաքրքրի մեզի։ Ամեն, աղոթենք։ Փառք ես Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից քո ամեն ողորմությունների համար, որ արել ես մեր կյանքում, Տեր ջան։ Շնորհակալ ենք քո անսահման սիրո համար, այսօրվա համար, այս հավաքուտի համար, Տեր ջան։ Շնորհակալ ենք այս երեխաների համար, որ իրենց մանուկ հասակից բերել ես քո տան մեջ, Տեր ջան։ Գործ է սկսել իրենց կյանքի մեջ, Տեր ջան, շնորհակալ ենք, որ դու նրանց որպես մեզ օրինակ ես թողել, Տեր ջան, երբ որ մեր մոտ հարցեր առաջանա, մենք նայենք իրանց, մեր անձը խոնարհեցնենք իրենց անձի պես, Տեր ջան։ Խնդրում եմ քեզանից, Տեր ջան, հետագա հավաքույթի ժամերը բերում ենք քո սուրբ ձեռքերի մեջ, պահես ու պահպանես, խոսող եղբայրների սորտնես, Տեր ջան, փառք ես, փառավորվես ու մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Երգելու ենք 241 համարի շարականը, 241 Yeah.
Փառք Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ Աստված մեզ շնորհ արե, ողորմություն արե, հավաքվել ենք մենք այստեղ Տիրոջ Սուրբ Հոգիով, որպեսզի Տիրոջը փառաբանենք մեր սրտերի հոգիների մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, քանզի Տերը կենդանի է եւ նա մեր մեջ բնակված է իր Սուրբ Հոգիով։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես կուզեմ միտեղ կարդալ Կորինթացիս 3:12 համարից, ինչպես ասում է. Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի, որովհետև դատաստանի օրը այդ պիտի երևա, քանի որ կրակով հայտնի պիտի լինի, եւ յուրաքանչյուրի գործը ինչպես որ է կրակը պիտի փորձի, եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա, եւ եթե մեկի գործը այրվի, նա պիտի տուժի, թեև ինքը պիտի փրկվի, բայց նման մեկին, որ կարծես կրակի միջով անցած լինի։ Եվ հաջորդ խոսքը ասում է. չգիտեք, որ Աստծո տաճար եք դուք եւ Աստծո հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս որ կարդացի, սա հոգևոր կառույց է, որը մարդը կառուցում է Հիսուս Քրիստոսի հիմքի վրա, որը ոսկեով, որը արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրը իր կառույցն է ուզում կառուցի, բայց Աստված, տեսեք, մեր մեջ ուզում է իր կառույցը կառուցի, ոչ թե մենք կառուցենք, ապա Հիսուս Քրիստոս իր Սուրբ Հոգու ձեռքով մեր մեջ իր երկնային տաճարը կառուցի, որ մենք Տիրոջ մեջ լինենք եւ ինքը մեր մեջ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, տեսեք, մի օրինակ բերեմ, խաչի վրայի ավազակը ինչպես հասկացավ եւ տեսավ, որ Աստծո որդին խաչի վրա է եւ ասեց. Տեր հիշի, երբ որ գաս քո թագավորությունով։ Նա տեսավ Աստծո մեծ սիրտը, որ ասում է. Տեր, ներիր, քանզի չեն հասկանում ինչ են անում։ Նա հասկացավ, որ հասարակ մարդ չի խաչի վրա, այլ մեր երկնային հայրն է, որը որ մեր մեղքերը վերցրել է իր վրա եւ դատապարտում է խաչի վրա։ Ավազակը տեսավ եւ հասկացավ, որ նա Աստծո զավակ է եւ տեսավ Տիրոջ սիրտը, որ սուրբ սիրտը միայն կարա ասի. Տեր, ների, քանզի չեն հասկանում, եւ երբ որ մենք ընդունում ենք այդ խոսքերը մեր սրտի հոգու մեջ, տեսնում ենք, թե Աստված ոնց է մեզ ներում եւ ողորմություն անում եւ մեր մեջ սուրբ սիրտ ստեղծում իր Սուրբ Հոգու ձեռքով։ Նույն բանը արեց Ստեփանոսը, երբ որ քարկոծում էին, ասաց. Տեր, ներիր, քանզի չեն հասկանում։ Եվ Աստված ուզում է, որ մեր մեջ այդպիսի կառույց եւ սիրտ կառուցի մեր մեջ, որպեսզի մենք այդպիսի հոգի ունենանք, ինչպիսին որ իր հոգին է, որպեսզի մենք կարողանանք սիրենք, ներենք իրարու այնպես, ինչպես ինքն է մեզ սիրում եւ ներում, եւ մոտենանք Տիրոջը զղջման հոգիով, որպեսզի ազատագրվենք մենք մեր մարդկային հոգուց եւ այն կառույցներից, որ մենք մեր մեջ կառուցում ենք եւ մեր պատկերացրած ձևով ենք ճանաչում Քրիստոսին։ Բայց Քրիստոս այդպես չի, նա ուզում է, որ մենք խոնարհվենք։ Ասում է. ինձ մեզ սովորեցեք, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ, սրտի խոնարհություն է ուզում Հիսուս մեզանից, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ այդ խոնարհությունն է, որ մեզ տանում է Քրիստոսին եւ մեր մեջ աստվածային սիրտ է դնում, որովհետեւ մենք կարողանանք այդ սրտով իրարու սիրենք, իրարու ներենք
իրան պաշտենք այնպես, ինչպես մեզ ինքը սիրեց, սիրելի Աստծո ժողովուրդ։ Հետաքրքիր է, որ երբ որ մենք մոտենում ենք Տիրոջը, մեր մեջ բացվում է կյանքի կենաց աղբյուրը։ Երբ որ մենք խմում ենք այդ աղբյուրից, համը տեսնում ենք, մեր մեջ փոփոխություն է գալիս, Աստծո խոսքի փոփոխություն է գալիս մեր մեջ, եւ այդ խոսքը մեզ փոխում է։ Եվ մենք երբ որ նորից ենք խմում այդ ջրից, տեսնում ենք այն խմածի համը ուրիշ էր, սրա համը ուրիշ է, ավելի քաղցր է, ավելի ջերմ է, ավելի սեր է մեր մեջ տարածում, ավելի շատ անուշահոտություն է մեր մեջ գալիս Քրիստոսի անուշահոտությունն է մեր մեջ տարածվում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ մենք հասկանում ենք, որ Տիրոջը ինչքան ուտում ենք եւ ճաշակում ենք, լրիվ ուրիշ է համերը։ Եվ մենք դառնում ենք նրա նման, սիրելի Աստծո ժողովուրդ, որովհետեւ Քրիստոսի մեջ կյանք է բխում եւ իրենից կյանքի աղբյուրներն է ելնում։ Ասма ով որ ինձ հավատա, նրա փորից պիտի կենթանի գետեր բխեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք Աստծո Սուրբ Հոգու համար տաճար ենք։ Եվ երբ որ Հոգին մեզ հանդիմանում է, մենք պետք է դառնապես զղջանք, ծունկի գանք, խոնարհվենք Տիրոջ առաջ, Տեր, ներիր ինձ, ես այսպիսին եմ, ներիր ինձ, որ քեզ այնպես չեմ պաշտել, ինչպես որ դու ես կամենում, ներիր ինձ, որ իմ ժամանակը ծուլության մեջ եմ անցկացրել եւ քո խոսքերը չեմ դրել իմ սրտի հոգու մեջ, որպեսզի ազատագրվեմ ես իմ էությունից, իմ մարդկային մտքից, գաղափարից, որ ինձ կորուստ է տանում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք պետք է խմենք Տիրոջ կենթանի աղբյուրներից, սովորենք Սուրբ Հոգուց, որ նա մեզ դաստիարակում է եւ մեր ներսիդին Սուրբ տաճար է ստեղծում եւ մենք դառնում ենք իր հոգու տաճարը։ Եվ այսօր մենք որ կանչված ենք, սիրելի Աստծո ժողովուրդ, մենք Տիրոջ հոգիով մեկ մարմին, մեկ հոգի, մեկ շունչ ենք Տիրոջ մարմնի մեջ եւ մենք Տիրոջ մարմնի անդամներն ենք եւ Տերը մեր համար հոգ է տանում։ Բա մենք իրարու համար հոգ չտանենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իրարու չսիրենք այնպես, ինչպես Տերն է մեզ սիրում։ Իրար չներենք այնպես, ինչպես Տերն է մեզ ներում։ Խնդրենք Տիրոջից, որ մեր էությունը, մեր մարդկային միտքն ու գաղափարը ոչնչանա եւ Տերը բարձրանա մեր մեջ, չէ որ ինքը անուշահոտ պատարակ մատուցեց իր որդի Հիսուս Քրիստոսին մեզ համար եւ մենք էլ մեր անձերը պիտի պատարակենք Տիրոջ համար, որպիսի Տերը մեր մեջ բարձրանա, որպիսի մեր մեջ մենք Տիրոջը տեսնենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, շատ հետաքրքիր է, որ Աստված մեզ երբ որ սովորեցնում է, նա մեզ հանդիմանում է։ Հանդիմանում է ինչի համար։ Մեղքի համար, որ մենք ազատագրվենք մեղքից, որ մենք սրբանանք, դառնանք իր նման, մեր մեջ Սուրբ սիրտ է ստեղծում, Սուրբ հոգի է դնում, որպիսի մենք սովորենք իրանից, ճաշակենք իրան, որ ինքը քաղցր, ասма ճաշակեցեք, որ քաղցր եմ։ Եթե Տիրոջը չճաշակենք, Տիրոջ արմատի վրա չհաստատվենք, մենք պտուղ չենք բերի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Պտուղ երբ է բերում հոգևոր մարդը, երբ որ Տիրոջ արմատից ինքը սնվում է եւ բազում պտուղներ է բերում, տարբեր համերի պտուղներ է բերում, որովհետեւ Տիրոջ հոգից երբ որ սնվում ես, Տիրոջ արմատից երբ որ սնվում ես, տարբեր համ է տալիս քեզ։ Քո համը փոխվում է, մարդկային համը փոխվում է եւ քո մեջ Տիրոջ համն է տարածվում, Տիրոջ անուշահոտությունն է տարածվում եւ քեզ աշխարհը տեսնում է եւ հոտոտում է եւ մենք իրարից Տիրոջ անուշահոտությունն ենք առնում, որովհետեւ մեր մեջ Տերն է բնակված, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ մենք Տիրոջից ենք սնվում, Տիրոջ արմատը ամուր է պետք բռնել եւ հաստատվել Տիրոջ արմատի վրա։
Շատ ենք ասում, հավատում եմ, բայց արդյոք միայն խոսքով է հավատքը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Պետք է մենք գործենք։ Պետք է վստահենք Տիրոջը, որ այդ հավատքը մեր մեջ կյանք դառնա։ Տիրոջ խոսքով է, որ մեր մեջ այդ խոսքը կյանք է դառնում։ Այդ հավատքով պետքա, Տիրոջ հավատքով պետքա մոտենանք իրան եւ այդ խոսքը ընդունենք մեր մեջ, որպեսզի մենք մեր մեջ բացվի այդ կյանքի աղբյուրները, Տիրոջ անուշահոտությունը մեր մեջ տարածվի։ Չէ որ մենք այսօր կարիքով ենք եկել, բոլորս էլ այսօր եկել ենք, որ Տիրոջից առնենք, Տիրոջ հոտը հոտոտենք եւ այդ անուշահոտությունը իրարից առնենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, առանց Սուրբ Հոգու, առանց Տիրոջ խոսքի կյանքը չի փոխվում մեր ներսիդին։ Մենք պետք է հավատանք այդ խոսքին, հավատքով ընդունենք մեր մեջ, որպեսզի խոսքը մեր մեջ կյանք դառնա եւ կյանքի աղբյուրները մեր սրտից, մեր հոգուց, մեր մտքից բխի։ Տերը ուզում է, որ մենք իրան նմանվենք։ Տերը մեր մեջ ուզում է սուրբ սիրտ կառուցի եւ մեր մեջ դնի իր այն աստվածային թագավորությունը, որ երկինք բարձրանանք մենք եւ կենթանի քարերու պես շինվենք երկնային Երուսաղեմում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք այսօր իրոք Տիրոջ կարիքը շատ ունենք։ Մենք պետք է խոնարհվենք։ Մենք պետք է խոնարհվենք Տիրոջ խոսքի առաջ, իրար ներենք, սիրենք իրար եւ սովորենք Հիսուսից սիրել եւ ներել, որովհետեւ եթե այդ գործոնները մեր մեջ չի գործում, մենք չենք կարա Տիրոջը սիրենք, մենք չենք կարա իրար սիրենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե եղբորդ այսօր դու չես ներում, չես կարում տանես իր սխալը, անընդհատ քո մեջ պատերազմներ ա, վայ, բայց դու ոնց կարա սիրես Աստծուն։ Մենք դրա համար կանչված ենք, որ Տիրոջ հոգին ունենանք իրարու սիրելու, ներելու, իրար հոգս վերցնելու, իրարու բեռ վերցնելու, իրարու համար աղոթելու եւ այդ կյանքի աղբյուրները մեր մեջից բխելու, այդ անուշահոտությունը տարածելու։ Մենք ինչով ենք տարբերվում աշխարհից, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք աշխարհից տարբերվում ենք Աստծո խոսքով, Աստծո վարմունքով եւ Տիրոջ Սուրբ Հոգիով, որտեվ Աստված մեզ ուզում է խոնարհեցնի եւ իր աստվածային թագավորությունը մեր մեջ կառուցի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք Հիսուսի կարիքը շատ ունենք եւ Հիսուս, տեսեք, իր անձը դրեց, ոչ մեկի չդատեց, ոչ մեկի չդատապարտեց, ասեց, չէ, ես չեկա աշխարհը դատելու, այլ եկա փրկելու, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք եթե Հիսուսին ճանաչենք, մեր կյանքը լիովին կփոխվի։ Մեր կյանքը լիովին կփոխվի։ Մենք դառնանք Տիրոջ անուշահոտությունը։ Մեզ պետք չի ասեն Տիրոջը ճանաչի, որտեղ մենք Տիրոջը ճանաչում ենք եւ իր արմատի վրա հաստատված ենք։ Ուղղակի մնում է, որ մեր սրտերը լայն բացենք իր առաջ, որպեսզի ինքը մտնի եւ մեր սրտի մութ անկյունները լուսավորի եւ մեր քարեղեն սրտերը դարձնի իր կամքի համեմատ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եփեսացիս 5-րդ համարի առաջին խոսքից կուզեի կարդալ, տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Եփեսացիների եկեղեցուն. «Սմա նմանվեցեք Աստծուն որպես սիրելի զավակներ եւ ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար, որպես անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն»։ Շատ օշնյալ համար է, ինչքան ես այս համարը կարդում եմ, սիրելի Աստծո ժողովուրդ, իմ ներսը փոփոխության է ենթարկվում։ Փոփոխության է ենթարկվում, որովհետև այդ խոսքերը իմ ներսը մխրճվում է։ Իմ հոգու մեջ փոփոխություն է լինում։ Իմ սրտի մեջ փոփոխություն է լինում, որովհետև
Այս խոսքերը շատ հոգեհարազատ է ինձ։ Շատ հոգեհարազատ է, որովհետև այս խոսքերը Սուրբ Հոգին է դրել Պողոս առաքյալի շուրթերին եւ սրտին, որ հայտնի մեզ։ Եվ այդ խոսքերը այսօր Աստված հայտնում է մեզ։ Եվ այս խոսքերը իր մեջ զորություն է պարունակում, կյանք է պարունակում։ Մենք էլ եկեք այս խոսքերին հետևենք եւ դառնանք այսպիսին։ Ասում է եւ ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար որպես անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք այսօր կարողանում ենք մեր անձը զոհենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Այսօր մեր անձը կարողանում ենք դնենք զոհասեղանի վրա եւ խնդրենք Սուրբ Հոգուն, ասենք Սուրբ Հոգի, իջի քո կրակով եւ այս մարմնեղեն սիրտը դարձրու քո սրտի համեմատ, ինչպես որ իմ Տիրոջ սիրտն է, որ ինքը հոժարվեց խաչի մահով, մահանա եւ իմ մեղքը վերցրեց իր վրա, դեռ ես չծնված, դարեր առաջ ինքը մեղքի զոհ եւ պատարագ եղավ եւ ինձ անունով կանչեց, դեռ ես չծնված ինձ տեսավ, դեռ իմ մարմինը չստեղծված, անկազմված անդամներս կազմված տեսավ իմ մորս որովայնի մեջ եւ ինձ կանչեց իմ անունով եւ ասեց ապրիր, որովհետև ինքը ինձ սիրում է, որտեվ ուզում է, որ ես իր սիրտը ունենամ, որպեսզի այդ սրտով ձեզ սիրեմ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր Աստված մեզ դրա համար է կանչել։ Կանչել է, որ մենք իրան ճաշակենք, իր քաղցրությունը տեսնենք, երբ որ մենք իրան ճաշակում ենք, մեր կյանքը փոխվում է։ Մի նայեք մեղքին, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եկեք Տիրոջը եւ կտեսնեք, որ ձեր կյանքը փոխվում է, ձեր սիրտը փոխվում է։ Միայն անկեղծ եղեք Տիրոջ առաջ։ Անմնացորդ ձեր սիրտը նվիրեք Տիրոջը, բերեք զոհասեղանի առաջ։ Աստված մեզ կփոխի։ Աստված մեզ շատ է սիրում։ Աստված իր որդուն զոհել է մեր համար։ Այսօր մենք էլ մեր սիրտը պետք է դնենք իր զոհասեղանի առաջ։ Մենք Տիրոջը ոչինչ չունենք տալու, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ ոչինչ չունենք իր համար անելու, ինքը ամեն բան արել է։ Միայն մեր հոժարությունն է ուզում, որ մեզ սրբացնի, ել ավելի լեցնի մեզ, որպեսզի մենք ել ավելի ճանաչենք Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ որ մենք Աստծո խոսքը ճանաչում ենք, մենք իրան ենք ճանաչում։ Ինքը իր խոսքի մեջ է բնակվում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իր խոսքի մեջ զորություն կա։ Ավետարանի մեջ Աստծո զորությունն է, որ մեզ փոփոխության է ենթարկում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր ով կուզի իր որդին կորսվի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ոչ մեկ։ Բայց Աստված իր որդուն մեզ համար դրել է, մեր որդիների համար դրել է, որ մենք հավատանք իրան։ Առանց հավատքի կյանքի փոփոխություն չի լինի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ որ դու հավատում ես եւ ընդունում ես այդ ճշմարտությունը քո սրտի հոգու մեջ, դու տեսնում ես քո կյանքը փոխվում է։ Բոլորս էլ մեղավոր ենք, սիրելի Աստծո ժողովուրդ, եղել եւ կանք եւ կարանք եւ ընկնենք եւ բարձրանանք, բայց բարձրացնողը, սիրելի Աստծո ժողովուրդ, Սուրբ Հոգին է, Աստված է, բոլորն էլ մեղանչեցին, առաքյալներն էլ մեղանչեցին։ Երբ որ Հիսուս ինչ ասեց, ես եմ երկնքից իջած հացը, ով որ չուտի իմ մարմինը եւ չխմի իմ արյունը, երկնքի արքայություն պիտի չմտնի։ Իր աշակերտները գայթակղվեցին, ասեցին, Տեր, խիստ ես ասում, ով կարա դա անի։
եւ հեռացան Տիրոջից, բայց այդ խոսքը ապրեցնում է մեզ։ Մենք պետք է ամեն վարքյան ուտենք եւ խմենք Տիրոջը, որովհետեւ Սուրբ Հոգին մեր մեջ այդ կյանքի աղբյուրը բացվել է մեր սրտի հոգու մեջ։ Եվ մենք ամեն ատեն պիտի մոտենանք այդ աղբյուրին, խմենք եւ ուտենք այդ հացը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այդ հացը, այդ կյանքը եթե չուտենք եւ չխմենք, կյանք չենք ունենա եւ մեր մեջ կյանքի փոփոխություն չի լինի։ Այսօր Աստված մեզ դրա համար է կանչե, որ մենք իրան ուտենք, խմենք, վայելենք։ Մենք եկել ենք ստեղ, որ իրան ուտենք, խմենք եւ վայելենք։ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Բացվել է կյանքի աղբյուրները մեր սրտի հոգու մեջ։ Մեր հոգևոր աչքերը բացվել է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք էլ կույր չենք։ Աստված մեր աչքերը բժշկել է։ Նայեք ձեր ներսիդին, նայեք Սուրբ Հոգուն, տեսեք, որ նա կենթանի է մեր մեջ եւ մեզ կենթանի է անում։ Եվ այսօր մեր կյանքի հոգու աղբյուրը մեր մեջ ինչ անում, գործ անում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք փոխվել ենք, մենք դարել ենք Տիրոջը, մեր մեջ կյանքն է բխում։ Եվ ով է մեզ հեռացնում Տիրոջից, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մեր մեղքերն է հեռացնում, որ մենք Տիրոջ հետ հաղորդ չենք լինում եւ կյանքի աղբյուրը փակում ենք։ Դրա համար զղջալ, խոստովանվել Տիրոջ առաջ, աղոթել, որպիսի մենք տեսնենք մեր ներսի կյանքի աղբյուրը եւ խմենք եւ ուտենք եւ ճաշակենք Տիրոջից, որ քաղցր է, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ իրարու սիրենք այնպես, ինչպես ինքն է մեզ սիրում։ Եթե այսօր քեզ չսիրեմ, դու ինձ չսիրես, մենք Տիրոջը ինչպես կսիրենք։ Արդյոք մենք Տիրոջը ճանաչում ենք։ Իհարկե ոչ։ Երբ որ մենք իրար սիրում ենք, ներում ենք, իրարից ներողություն ենք խնդրում, թեկուզ քո ընտանիքում մի բան էլ որ անես, թեկուզ դու արդար լինես, բայց գաս որ տրտմեցրիր քո ընտանիքին, դու ներողություն խնդրի, նրանց հոգու աչքերը կբացվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Տիրոջ վարմունքը պետք է մենք ունենանք, որպիսի Տիրոջ հոգիով իրարու ապրեցնենք եւ այդ կյանքի հոգու աղբյուրը մեր մեջ բխի։ Այդ կյանքի հոգու աղբյուրը Հիսուս Քրիստոսն է, որ եկավ մեզ ազատագրեց մահվան օրենքից եւ ճիրաններից, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք այսօր պետք է ուրախ լինենք, ոչ թե տրտմենք, ոչ թե նայենք մեր մեղքերի բազմությանը, որ մեզ տրտմեցնում է, այլ նայենք Հիսուս Քրիստոսին, որ ասենք, ով մահ դու իշխանություն չունես ինձ վրա, ով մեղք դու իշխանություն չունես ինձ վրա, ով գերեզման դու իշխանություն չունես ինձ վրա, որովհետև ես Հիսուսի զավակն եմ, ես Հիսուսի զարդն եմ, ես Հիսուսի զավակն եմ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ուղղակի մենք այդ կյանքը պետք է ընդունենք մեր մեջ, որ այդ հոգին մեր մեջից բխի եւ մենք իրարից շնորհք առնենք, Քրիստոսի շնորհք առնենք, իրարից սովորենք Քրիստոսով, Հիսուսով, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ուղղակի ես կուզեմ մի սաղմոս կարդամ եւ ավարտեմ, որտեվ եղբայրներն էլ ասելիքներ ունեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ մենք լույսը բացվում է, Տիրոջ լույսը բացվում է մեզ վրա, մենք առաջին հերթին պետք է մտածենք
Արդյոք մենք, Հիսուս ջան, քեզի հաճելի կյանքով ենք ապրում։ Հաստատվենք նրա արմատի վրա, Պողոս առաքյալը ասում է, ես ամեն օր մեռնում եմ եւ ծնվում եմ Հիսուս Քրիստոսի համար։ Մենք ամեն օր պետքա մեռնենք եւ ծնվենք Քրիստոսի համար։ Ամեն օր մեր սրտերը պետքա դնենք զոհասեղանի վրա։ Ինչ մեղք որ գործել ենք, կապ չունի։ Դնենք զոհասեղանի վրա եւ խնդրենք Տիրոջը, որ Տեր, ես ուզում եմ մեռնեմ ամեն օր եւ ծնվեմ ամեն օր քեզ համար, որովհետեւ դու կյանք ես տալիս, որովհետեւ դու ես աղբյուրը, ես որու երթամ, Տեր, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, որու երթամ, Տեր, աշխարհի մեջ ես մխիթարություն չեմ գտել։ Ես իմ մխիթարությունը գտել եմ Հիսուսի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ ուզում եմ, որ ամեն մեկս մեր մխիթարությունը գտնենք Տիրոջ մեջ եւ Տիրոջը սիրենք այնպես, ինչպես ինքն է մեզ սիրում, անմնացորդ նվիրվենք Տիրոջը, որովհետեւ իր մեջ է կյանքի աղբյուրը, իրանից է կյանքը դուրս գալիս, ինքն է հավիտենական կյանքի աղբյուրը։ Ես կուզեմ 31-րդ Սաղմոսը կարդամ, սիրելի Աստծո ժողովուրդ, ասում է. Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց, եւ ում բոլոր հանցանքները ծածկվեցին, երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, եւ որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի եւ իմ բոլոր ոսկորները մաշվեցին, ամեն օր գիշեր ցերեկ Տիրոջը կանչելուց, քո ձեռքը ծանրացավ ինձ վրա, ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծածկեցին, մեղքերս քեզ ցույց կտամ եւ անօրենությունս չեմ ծածկի քեզնից, ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ եւ դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, տեսեք, երբ է ծածկվում մարդու մեղքը, երբ որ նա դառնապես գալիս է Տիրոջ առաջ, զղջում է, բայց երբ որ չի զղջում, իր ոսկորները մաշվում են, ցավում են, փտտում է, բայց երբ որ գալիս է Տիրոջ առաջ, խոստովանվում է, ինքը դառնում է նորածնի պես, հոգու բժշկություն է ստանում, սրտի մտքի բժշկություն է ստանում, նորոգվում է իր ներսիդին, բժշկություն է ստանում, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ Աստված մեզ այդ ճանապարհը ցույց է տալիս բժշկության, եւ այդ ճանապարհը բացում է, որ ինքն է։ Հալելույա Հիսուսին, սիրելի Աստծո ժողովուրդ, դրա համար բոլոր սրբեր հարմար ժամին աղոթքի կկանգնեն քո առջև եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ Փորձության ժամին, սիրելի Աստծո ժողովուրդ, միաբան կանգնենք աղոթքի Տիրոջ առաջ։ Մեզ ոչինչ չի կարա լինի, երբ որ մենք աղոթքի ենք կանգնում, մենք լեցվում ենք Տիրոջմով եւ Տերը պարիսպա դառնում մեր համար, պատնեշա դառնում մեր համար, ամրոցա դառնում մեր համար եւ բոլոր վախերը մեզանից հեռանում է։ Այդ ժամանակը, որ Աստված մեր մեջ փառավորվում է, դու ես իմ հենարան այն նեղության մեջ, որ շուրջս պատեց։ Հիշեք, սիրելի Աստծո ժողովուրդ, դու ես իմ հենարանն այն նեղության մեջ, որը շուրջս պատեց։ Աստված պատում է քեզ եւ ինքը քո համար նեղության մեջ դառնում ամրոց, պարիսպ, ինքը պատում է քեզ իր հոգիով եւ քո ներսիդին նորոգում է եւ օծում է եւ դու այդ ողորմությունը, սքանչելությունը դու տեսնում ես քո մեջ։ Այդ ժամանակը, որ քո հոգին ու սիրտը փշրվում է Տիրոջ առաջ եւ Տերը
ուղղորդում է քեզ իր մեջ։ Ուրիշտեղ չի ուղղորդում։ Ասում է իմ մեջ մնացեք եւ ես ձեր մեջ։ Տիրոջ մեջ մնալը սիրելի Աստծո ժողովուրդ կյանք է, որը որ իրանից է բխում, մեզանից չի բխում, ինքն է մեզ կյանք տվողը սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող ոչ մեկը չմտածի, թե ինքը այնքան երևելի է, որ Աստված իր հետ գործում է, ոչ, Աստված ողորմած է։ Մենք երևելի չենք։ Մենք արժանի չենք, այլ նա մեզ ողորմացել է, որ մենք այսօր ստեղ հավաքվել ենք իր Սուրբ Հոգու ներկայության մեջ եւ իր հոգին մեր մեջ գործում է։ Ով ցնծություն իմ, փրկիր ինձ նրանից, ովքեր պաշարեցին ինձ։ Ասում ով ցնծություն իմ, Տերը ցնծում է մեր մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ մենք իրան ընդունում ենք, մենք տեսնում ենք մեր անդամների մեջ Տերը ոնց է ցնծում մեր մեջ։ Եվ այդ օրհնությունը տեսնում ենք մենք, ասում ենք Տիրոջ ներկայությունը մենք զգացինք։ Այդ ոնց եղավ։ Հա՞։ Որովհետև Տերը եկավ մեր սրտի մեջ, երբ որ մենք ընդունեցինք, ինքը ցնծում է մեր մեջ, մենք ուրախանում ենք։ Ով ցնծություն իմ, փրկիր ինձ նրանից, ովքեր պաշարեցին ինձ։ Ով է պաշարում մեզ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մեղքը, Սատանան իր դիվային ու խավարի ուժերի ներգործությունով մեր մտքի վրա ազդում է, բայց տեսեք ինչ է ասում, ով ցնծություն իմ, փրկիր ինձ նրանից, ովքեր պաշարեցին ինձ։ Քեզ կիմաստացնեմ ու խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրատ կպահեմ։ Հետաքրքիր է սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստված իր աչքերը մեր վրա է պահում եւ թույլ չի տալիս, որ անօրենը մեզ կորուստը տանի։ Ամեն ատեն իր աչքերը մեր վրա է, սիրելի Աստծո ժողովուրդ, բա մենք չցնծանք ուրախանանք Տիրոջմով, որ մեր Տերը մեզի պատում է, թույլ չի տալիս անօրենը մոտենա մեզ։ Մի եղեք ձիերի եւ ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն, սանձով ու պախուրձով պետք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմոտենան։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց, ուրախ եղեք եւ ցնծացեք Տիրոջմով, ով արդարներ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը մեզ իր որդի Հիսուս Քրիստոսով արդարացրել է, ջնջել է մեր մեղքերը։ Եվ այսօր, որ մենք ստեղ հավաքվել ենք, մենք իրանով ենք արդարացել, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իր մեծ ողորմությունով մենք արդարացանք։ Այն մեծ պատարակով, այն անուշահոտ պատարակով, որ տարածվեց մեր սրտի մեջ, որ ընդունեցինք այդ պատարակը, մենք արդարացանք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ուրախ եղեք եւ ցնծացեք Տիրոջմով արդարներ, պարծեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Պարծեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Նայենք, մենք ուղիղ ենք սրտով, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե ուղիղ չենք, ուղենք մեր սրտերը դեպի Հիսուս Քրիստոս, որ Աստված մեր սրտերը ուղի եւ իր աստվածային սիրտը դնի մեր մեջ եւ իր աստվածային կառույցը կառուցի մեր մեջ, որպիսի մենք նման լինենք իրան, որովհետև մենք ստեղ հավաքվածներս, բոլորս, Տիրոջ մարմնի անդամներն ենք, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ Տիրոջ Սուրբ Հոգու համար ինչ ենք, տաճար ենք, եւ բոլորս Սուրբ Հոգիով մեկ մարմին, մեկ հոգի եւ մեկ շունչ ենք։ Աստված ձեզ օրհնի, այսքանը կուզեի ձեզ ասել։ Աստված օրհնի։
Сан, аллилуйя, раби Господь, Святой Дух, Твоим присутствием, Господь, наполняй наши души и сердца. Հիսուս ջան, քո ներկայությունով լեցրու մեր սրտերը, մտքերը, հոգիները Տեր Աստված, որ մենք քեզի հետ մեկ մարմին, մեկ հոգի, մեկ շունչ լինենք, քանզի դու դրա համար եկար, Տեր Աստված, որ մենք քո մարմնի անդամները լինենք, Հիսուս ջան։ Ալելույա քեզ, Փրկիչ իմ Տեր։ Ալելույա քեզ, Տեր Աստված։ Տեր Աստված, ուղղիր մեր սրտերը դեպի քեզ։ Լեցրու եղբայրներիս, քույրերիս քո շնորհի հոգիով եւ քո աստվածային կառույցը կառույցի նրանց մեջ, իմ մեջ։ Հիսուս ջան, օրհնիր հետագա ժամերը, ընթացքը, երգը, սաղմոսը, դու եղբայրների շուրթերով խոսիր, քո հայտնության խոսքը դիր նրանց հոգու սրտի մեջ, Տեր Աստված, եւ քո օծությունը տարածիր, քո անուշահոտությունը տարածիր քո ժողովրդի մեջ։ Հալելույա քեզ Հիսուս Քրիստոս։ Ահա ամեն հոգս ընթացքը հանձնում ենք քեզ Հիսուս ջան, խնդրում ենք Տեր Աստված, հավիտյան ամեն վարքյան գործիր մեր հոգում, մեր սրտում, որպեսզի մենք քեզ ուտենք եւ խմենք եւ ճաշակենք Հիսուս ջան։ Հալելույա, փառք ու պատիվ գոհություն քեզ, շնորհակալ եմ Հիսուս ջան, այս լույսի, այս կյանքի, քո մեծ ողորմության, այն անուշահոտ պատարագի համար, Հայր իմ երկնային, փառավորում եմ քո սուրբ պատվական երրորդությունը, փառք ու պատիվ գոհություն, շնորհակալություն քեզ Տեր, փառավորվես, մեծարվես, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։ It's not to
խոսքի ոսկի հոգուս պետք է դա որ և ծարայի միշտ վերև նայի և ուրախանա դեմ որ մի օր օգնելու եմ քեզ ներկային լեզվով դեմ որ մի օր հովելու եմ քեզ հոգու ելքերով Քո խոսքի ոսկի հոգուս պետք է դա որ և ծարայի միշտ վերև նայի և ուրախանա Իսկ նոր թե մեր տուն ոչախրեմ ես մեր ճապան տեսնելուն և գալիքը մեր Հանդիպում առանց բաժանում Ուրսեն է ապրում ու չի վերջանում Իսկ նոր թե մեր տուն ոչախրեմ ես մեր Ճապան տեսնելուն և գալիքը մեր Հանդիպում առանց բաժանում Ուրսեն է ապրում ու չի վերջանում Ուրսեն է ապրում ու չի վերջանում ու չի վերջանում
Եկեք աղոտ կանենք երեխեքի համար, թող Աստծո շնորհքը բոլոր երեխաների վրա ավելանա, քույր երեխաներ։ Եթե մեկի թորնուհին ստեղ չի, թորնիկը նա էլ թող միանա ջեր մերանությամբ։ Սուրբ Հայր, քեզ փառք լինի, հավիտենական Աստված, որ երեխաների բերանով գողություն ես ընդունում, որ այն փառքերը բարձրանում են երկինք, փառք քեզ։ Խունկի ծուխի նման այն բարձրանում է երկինք եւ հաճելի է քո առջև։ Սուրբ ես հզոր հավիտենական Հայր, փառքը քեզ, որ ամեն տեղ երկրի ամեն ծայրերից քեզ փառք բարձրանա, մեծերի ու փոքրերի բերանով փառք քեզ լինի, որ ամեն անց ծունկ տնե քո առջև եւ ամեն բերան դավանի, որ դու ես տերերի Տերը, հավիտենական Աստվածը դու ես, որ կայիր, որ պիտի գաս, փառք քեզ, շնորհակալ ենք պատրաստողների, աշխատանք տանողների համար, Հայր, Որդի եւ Սուրբ Ոգին, ալելույա, ամեն։ Եղիրներով օրհնի քեզ հալածողների, շարին հաղթի շուտ ճողերով բարու, և աները քայնի ճապոններողների, քանզի Գողգոթայի լույսն է վառվում, Եղիրներով ներումը մեծ հաղթություն է, իսկ մրեժը անզորության նշան, չներելը սոդեմ թշնամություն է, անձեր սրտով կգնաս կորսյան, Սրտիս մեջ ներման լույսն է վառվում, քանզի այն ժամանակ Աստված կնզի քեզ, երբ սրտիս մեջ ներման լույսն է վառվում։ Եղիրներով ոչ միայն հրթել խոսքերով, ապա ամբողջ հոգով և էությամբ, այդ ներումը սվում են սրտերում սիրով, գիշերային աղոթքի հաղթությամբ, Եղիրներով ներման մեջ ուրախություն կա, մեծահոգությունս բեղանի է, Սուրբ արյունով բոլորի համար ներում կա, և ներողներին Աստված ներում է, Սուրբ արյունով
Փակ մեր Տիրոջը սիրելիներ, սիրելի ժողովուրդ, ես այսպես եմ այսօրվա միտքս ուրեմն վերնագիր դրել քրիստոնյայի պահվածքը հասարակության մեջ, քրիստոնյայի նիստուկացը հասարակության մեջ։ Իհարկե, մենք տեսնում ենք աշխարհում կան այդպես մարդիկ, որոնք պահվածք ունեն, որոնք տեսք ունեն հասարակության մեջ, այսինքն ոստիկանի տեսքը հասարակության մեջ հատուկ հանդեսներ ունի, բժիշկի տեսքը հասարակության մեջ հատուկ հանդեսներ ունի, վերջապես տարբեր հանդերձներ կան, որը, ասենք, ջրասուս կամ ինչ-որ, վերջապես հատուկ հանդերձներ կան, որ հագնում են մարդիկ և իրենց տեսնելուց ասում են, որ սա ոստիկան է, սա քահանա է, որը ունի քահանայի հագուստ, ինչպիսին պետք է լինի քրիստոնյայի տեսքը, քրիստոնյայի հագուստը, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, տեսքի մասին, որովհետև արդեն հայտնի է բոլորիս, թե ինչպիսին պետք է ունենա քրիստոնյան, որ հեռվից տեսնելուց ասեն, որ սա հավատացյալ է, սա հոգևոր է, հոգևոր մարդ է։ Եվ Լեռան քարոզի մեջ մենք կարդում ենք, դուք աշխարհի լույսն եք, արդյոք տեսքը չի մտնում այդ լույսի մեջ և տեսնելուց պետք է անպայման զգան, որ դա քրիստոնյա է։ Բայց ես մի բան եմ ուզում ասել Ղուկաս ավետարանի 6-րդ գլուխ 31-ից 36 խոսքերը, այստեղ մենք տեսնում ենք մի ուրիշ բան, որը ասում է ամենագլխավորի մասին։ Այստեղ մենք գիտենք ասը խոսքից, որ Տեր Հիսուսն ասեց նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որն էր այդ պատվիրանքը, որ սիրեք մեկըդ մեկին, այսինքն դա մի պատվիրանք է, որը ամենաբարձրն է, սիրելը մեկը մեկին։ Եվ Ղուկաս 6-րդ գլուխ 31-ում ուզում եմ կարդալ այդ տողերը, այստեղ ինչ է ասում Տեր Հիսուսը։ Ինչպես կուզեք, որ մարդիկ ձեզի ընեն, դուք հալ անոնց այդպես եք, եթե դուք ձեզ սիրողները սիրեք, ինչ շնորհք կունենաք, վասնզի մեղավորներն ալ կսիրեն զիրենք սիրողները։ Եթե դուք ձեզի բարև տվողներուն բարև ընեք, ինչ շնորհք կունենաք, վասնզի մեղավորներն ալ նույն բանը կնեն։ Եթե այդպիսի մարդոց փոխտակ, որոնց մե հույս ունիք ետ առնելու, ինչ շնորհք կունենաք, վասնզի մեղավորներն ալ մեղավորներուն փող կուտան, որպեսզի նույն չափով ետ առնեն։ Այդ սիրեցեք դուք ձեր թշնամիները ու բարի գրեք և փող տվեք առանց փոխարենը բանմը սպասելու։ Եվ ձեր վարձքը շատ պիտի ըլլա ու բարձրյալին որդիները պիտի ըլլակ։ Վասնզի անիկա բարերար է բարեպաշտներուն ու չարերուն, ուրեմն գթած եղեք, ինչպես ձեր հայրն ալ գթած է։ Հետաքրքիր է, մենք տեսնում ենք մի փոփոխություն, որ դա մարդը իր ամբողջ ուսումնական հաստատություններով, գիտությունով, մարդկությունը մեծ գումարներ է ծախսում, ուսումնական հաստատություններ է ստեղծում, համալսարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, մանկամսուրներ, մանկամսուրից սկսում է մինչև բարձրագույն ուսումնական հաստատությունները, դոկտորներ են դառնում, ղեկավարներ են դառնում, բայց մենք տեսնում ենք մարդ, որը երկրի նախագահ է, կարող է հանցագործ լինել։ Մարդ, որը մեծ բիզնեսմեն է, կարող է հանցագործ լինել։ Մարդ, որը բժիշկ է,
մանկավարժ է, կարող է հանցագործ լինել։ Դրանից մենք հասկանում ենք, որ մարդկությունը հնարավոր չի մարդուն փոխի։ Եվ կան ուղիչ աշխատանքային գաղութներ, եթե մարդը մի 6-7 անգամ, 10 անգամ լում է այդ գաղութում, ասում են դե իր հետ ինչի մասին է խոսքը։ Բայց արի ու տես այդպիսի մարդիկ են փոխվում։ Ինչ է տեղի ունենում։ Եվ այդ մարդիկ, ընդհանրապես մարտարարածը հանդիպում է Աստվածաշնչին։ Ճիշտ է, սկզբնական շրջանում, քանի դեռ եղբայրները ասեցին այդ մասին, քանի դեռ չի կատարվել ներսի փոփոխություն, մարդը չի դեռ հանդիպել երկնային այդպեսի գործողություն երկնքից չի իր հետ կատարվել, առաջի հայացքից ինքը կարող է պատահի իր համար դժվար լինի, իրեն հավատացյալ կոչեն եւ ինքը վատ է զգում, հավաքույթների գնա վատ է զգում եւ հիմա հələ դեռ չէ ինչ որ բավականին այդպես հեղինակավոր մարդիկ, հարուստ մարդիկ սկսեցին ապաշխարել 60-ական թվերին, երբ որ ես նոր էի ապաշխարել, մինչև 70-80 թիվը այդպեսի խոսակցություն էր գնում, որ հավատացյալը դա խեղճ մարդն է, անհասկացող, անգրակետ մարդն է դա հավատացյալ, այդպեսի խոսակցություններ էր գնում առաջ, բայց հիմա այդ խոսակցությունները արդեն ինչի կա դարել, որտեղ տեսնում են մարդիկ, որոնք ամեն ինչ ունեն, բայց քանի որ Աստված չունեն, Աստված ունենալով իրենց սրտում փոփոխությունը տեղի ունենում եւ սիրտը ստիպում է արտաքին փոփոխությանը։ Եվ այստեղ մենք ուշադրություն դարձնենք, որ Տեր Հիսուսն ասեց, ինչ տարբերություն կա, եթե դու քեզ սիրողին բարևում ես, եթե դու իր հետ լավ ես վերաբերվում, ինքը քեզ հետ լավ է վերաբերվում, ինչ տարբերություն կա։ Եվ այստեղ մի կետի վրա, որի մեջ առաջացավ այս քարոզի թեման, դրա վրա ուզում եմ մի փոքր կանգ առնենք։ Ասում է, ինչ օգուտ, եթե փող տվողին դու տաս մի բան եւ ակնկալիք ունենաս։ Աշխարհը եթե մեկին պարտքով փող է տալիս, ակնկալիք է ունենում, եթե չտա, ընկերներ հավաքում, բերում եւ սկսում է նույնիսկ ծեծի ենթարկել, ժամանակ է տալիս, որ այս օրը պետք է բերես, եթե չէ, քեզ հետ վատ կլինի։ Դու պատկերացնում եք, աշխարհը դա է անում։ Մենք նորմալ է դա, աշխարհի կյանքն է դա։ Եթե պարտքով փող է տվել, եթե ժամանակին չի տալիս, գալիս եւ մեծ պատժում է նրան։ Բայց ես լսեցի ցավոք, որ կարող է դա տեղափոխվել նույնիսկ հավատացյալների մեջ։ Դա ցավ է, դա ահավոր ցավ է։ Երբ որ դու մեկին ինչ որ մի բան տալիս ես, ակնկալիք ունես։ Եթե այդ ակնկալիքը չի լինում, դու աշխարհի պես ես վարվում։ Դա ահավոր ցավ է։ Եվ Տեր Հիսուսն ասեց, ինչ օգուտ։ Ուրեմն կոմոդ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ուրեմն դեռ դու ճիշտ է հավաքույթների գնում ես, գալիս ես, դու քեզ համարում ես Աստծո ծառա, կարող է քարոզես, բայց դու նույնն ես մնացել, դու աշխարհից չես տարբերվում։ Եվ տարիներ առաջ այդպիսի մի սարսափելի բան էլ տեղի ունեցավ։ Եվ երբ որ ես այդ եղբորն ասում եմ, եղբայր, ինչի ես այդ մարդուն ժամանակ տվել, որ այսին ժամին կբերես, եթե չբերիր, ուրեմն վատ կլինի։ Եվ այս մարդը գնացել, պարտքեր էր արել, կամ չգիտեմ, տոկոսով, բանով մի կերպ փագի պրծել էր, թե չէ իրեն կարող էին շատ վատ հետևանք կլներ։ Ասեմ, եղբայր, ինչ տարբերություն կա քո եւ աշխարհի մեջ։ Ասում են, սուտ է խոսել, ժամանակին չի տվել։ Բայց այստեղ մենք չենք կարդում սուտ խոսալու մասին։ Մենք կարդում ենք, որ Տեր Հիսուսն ասեց, ակնկալիք մի ունեցիր։ Նույնիսկ մի էլ ուզիր։ Եթե քո ուժը չի պատում, մի տուր։ Բայց եթե տվեցիր, եթե հետ կվերադարձնի, դա լավ է, ուրեմն հոգևոր մարդ է, պետք է հետ վերադարձնի։
Իսկ եթե չի կարողանում, Աստծո խոսքն ասում է ակնկալիք մի ունեցին։ Ինչքան է դժվարությունների մեջ լինես, դու պետք է մտածես, որ դու փոխված մարդ ես։ Եթե չես փոխվել, ուրեմն դու մտածիր այդ մասին։ Դրա համար ուշադրություն դարձնենք Լեռան քարոզի մեջ կարդում ենք դուք լույսն եք աշխարհի։ Լույսը աշխարհի դա մեծ պարտականություն է։ Եվ ես անդամականին էլ այդպես մի նախադասություն ասեցի, որ քրիստոնյան պետք է ցերեկը բաց ճակատով ման գա, իսկ գիշերը հանգիստ գլուխը բարձին դնի։ Ամբողջ ցերեկը, ինչ բնակավարում էր, որ աշխատում ես, սովորում ես, ուսանող ես, հարևանների, բարեկամների մոտ բաց ճակատով պետք է ման գաս ամբողջ ցերեկը, իսկ գիշերը գլուխդ հանգիստ պետք է բարձին դնես, քնես։ Սա է քրիստոնյան։ Ուրիշ քրիստոնյա մենք չենք ճանաչում։ Քրիստոնյա վայել խոսել, քրիստոնյա վայել ապրել, քրիստոնյա վայել հագնվել, քրիստոնյա վայել տեսք ունենալ։ Ուրիշ քրիստոնյա մենք չենք ճանաչում։ Սա է Աստվածաշունչը մեզ սովորեցրել։ Աշխարհի մարդը երբ որ կարդում է Սուրբ Գիրք, հանդիպում է արգելքների։ Ինչպիսին են այդ արգելքները։ Այդ արգելքները, որ պետք է ինքը զրկվի աշխարհի հաճույքներից։ Կան աշխարհի հաճույքներ, որ եղբայրը ինչպես խոսեց, դրանք մեղք են ծնում։ Մեղքը դրանց տված պտուղը մեղքն է։ Եվ դա աշխարհիկ մարդը չունենալով Աստծո ներկայությունը իր կյանքում ինքը խրված է, խճճված է այդ աշխարհի հաճույքների մեջ։ Գիտեք սիրելիներ, Աստվածապաշտ մարդու հաճույքը մի ուրիշ տեղ է։ Նույնիսկ այն մի քանի եղբայրները Աստվածաշունչ կարդացողները կիմանան, այն կնոջը, որ առավ, մեծն առավ, մեռավ, երկրորդը առավ, մեռավ, վերջապես մինչև 7-ը։ Այդպես էր այդ դարաշրջանում այդ ազգի օրենքը։ Եթե մեկը ամուսնանում էր եւ կինը բանը ուրեմն ամուսինը մահանում էր, պարտավոր էր մյուս եղբայրը։ Այդպես էր, այդպես օրենք կար։ Եվ ասեցին, բա 7-ն էլ ամուսնացել են, բա որին է պետք է լինի երկնքի արքայությունում այդ կինը։ Ասում է, դուք չգիտեք, որ այնտեղ մի ուրիշ երջանկություն է։ Այնտեղ ամուսնանալ չկա, դա ուրիշ, այդ ամուսնանալն էլ Տերն է, ամենակարող Աստված է դրել մարդու ներսում այդ զգացմունքները։ Բայց երկնքում ինչպիսի զգացմունք է, հաստատ այդ զգացմունքը ավելին է, հեշտակային կյանքի զգացմունքը։ Մեր մտքից դուրս է այդ զգացմունքը։ Պողոս առաքյալը ինչ որ չափով տեսնելով ասեց աչքը չի տեսել, ականջը չի լսել, անպատմելի, անհամեմատելի բաներ տեսա այնտեղ։ Այնտեղ ինչ զգացմունք կա, բայց այդ զգացմունքից մի փոքր, շատ փոքր քրիստոնյան այս մարմնի մեջ էլ ունենում։ Մի ուրախություն է նրան պատում, մի երջանկություն է իրեն պատում այս մարմնի մեջ քրիստոնյային, որ անպատմելի անհամեմատելի է։ Այո, քրիստոնյան ապրում է մի զգացմունքով այս մարմնի մեջ, որ անպատմելի անհամեմատելի է։ Ես որ նոր էի ապաշխարի, երևի այդ օրինակել եմ ասել։ Ինքը չկար, արդեն մահացել էր։ Երևի ամիս ու կես էր անցել իր այդպես նահատակվելուց, ինքը ադրբեջանցի էր, Ալի եղբայր։ Ինքը եղել էր դատավոր, ապաշխարել էր, նա
Հիսուսին ընդունելով այնպիսի փոփոխություն էր տեղի ունեցել, դե կոմունիստական դաժան ժամանակ մի անգամից հեռացրել էին գործից, եւ ինքը դվորնիկ էր աշխատում, ավել էր անում ճանապարհին ու երգում էր Հիսուս ունեմ, դարդ չունեմ, փառք ես Հիսուս, այմերդ սրա հետ ինչ անենք, եւ սկսել էին հալածել, եւ իհարկե կոպիտ է խոսքս, հալածանքը այնպիսի, որ մերկացրեք գցել էին վերջը կանանց, այդպեսի, եւ երբ որ դուրս եկե եղբայրներից հարցրել էին, ասма կենթանիները մերկման են գալի, զգացմունք կա, չկա, եւ հետաքրքիր է ասма, այդպիսի մի հատ կրակ էր իմ վրա իջել, ես լրիվ ուրիշ մարդ էի, երկնային զգացմունքի տեր մարդ էի, տեսեք սիրելիներ, ճիշտ է կոպիտ այդ միտքը, որ ես ասեցի, բայց այնպիսի ես մարմնի մեջ այնպիսի զգացմունքներ կա թեկուս, երբ որ դու ունենում ես երկնային զգացմունքը, դա քեզ երջանկության եւ ուրախության է տանում։ Դու համը չես տեսել այդ զգացմունքի։ Անպատմելի է այդ զգացմունքը։ Դա մի ուրախություն է, որ ոչ մի ուրախությանը չես կարող փոխել։ Աշխարհը գնում է արտասահման, ինչ որ մարդիկ որ չեն եղել Ամերիկա, չեն եղել տարբեր երկրներ գիտեն թե վայ, փրկվել է։ Բայց լինելով այնտեղ ես ինձ համար եմ ասում, մի օր շուտ ուզում ես այդտեղից դուրս գաս։ Մի օր շուտ ուզում ես հանգստանալ։ Մի օր շուտ այդ տեսանաններից ուղղակի հոգնել ես, թե ինչ է կատարվում։ Մարդիկ փնտրում են երջանկություն։ Փնտրում են ուրախություն։ Մարդիկ փնտրում են այդ բոլորը։ Բայց չգիտեն, որ այստեղ չկա այդ բոլորը։ Աստված, որ հոգին տվել է, այդ հոգին փնտրում է։ Մարդկությանը հոգի է տվել եւ այդ հոգին փնտրում է այդ դատարկության, այդ անապատային կյանքի մեջ։ Եվ բոլոր ուր էլ գնում է, ուր էլ լինում է, ինչ էլ ուտում է, ում հանդիպում է, ինչ էլ լինում է աշխարհի մարդկանց, ինչ էլ սովորում է, ինչ պաշտոնի լինում է, վերջը տեսնում է դատարկությունը։ Վերջը տեսնում է այդ անապատային կյանքը։ Եվ ճանաչելով Հիսուսին, հոգին, որ Աստված տվել է, այդ հոգին երջանկանում է այդ ժամանակ, երբ որ Հիսուսին ճանաչեց։ Սովորական մարդը ճանաչելով Հիսուսին գտնում է երջանկությունը, հոգին, որ երկնքից է եկել, գտնում է երջանկությունը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մի կարևոր կետի վրա, Սաղմոս 104, որ հոգին եկել է երկնքից, ես ուզում եմ կարդալ 104 Սաղմոսը, այստեղ պարզ ասում է Աստվածաշունչը, որ հոգին եկել է երկնքից, հոգին Աստված է տալիս եւ մարդը լույս աշխարհ է գալիս։ Տեսեք, սիրելիներ, դա Սուրբ Գիրքը մեզ ասում է, ուզում եմ կարդալ այդ տողերը։ Երբ աղոթում է մարդը, երբ քու երեսը ծածկես, կխռովին, երբ անոնց հոգին առնես, կմեռնին, այդպես էլ ասում է ժողովուրդը։ Հոգին տվեց, հոգին առավ, հոգին հանձնեց, ավանդեց։ Երբ անոնց հոգին առնես, կմեռնին եւ իրենց հող կդառնան։ Հողից վերցվել է մարմինը, հող էլ դառնալու է։ Հոգիդ կղրկես ու անոնք կստեղծվին ու երկրին երեսը նորոգես։ Հոգին կղրկես, անոնք կստեղծվեն, կծնվեն, լույս աշխարհ կգան։ Եվ այդ հոգին, որ տվել է Աստված, ուղարկել է Աստված եւ մարդը ծնվում է, այդ հոգին չի կարող ուրախանալ այս երկրի վրա որևէ այդպես հաճույքներով։
բայց մի կարևոր բան էլ ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ Աստվածապաշտ մարդուն Աստված չի զրկում որևէ բանից։ Այն ինչից որ զրկում է, ուրեմն դրա հետևանքը շատ վատ կլինի։ Զրկում է գողությունից, զրկում է խաղամոլությունից, հետևանքը վատ է։ Զրկում է երկրորդ կնոջ հետ պսակվելուց։ Ես շատ անգամ եմ ասել, այս իմ պապայի, այս աղբերս է, բայց այն պապայից, այն մամայից վերջը խառը, ինչ պապիից, այն ինչ վերջը խառը, ինչ որ նիկանդիցիոնի դժվարություններ։ Այստեղ ուշադրություն դարձնենք, սիրելիներ, առաջի Տիմոթեոս 4 գլուխ, ժամանակը շատ սուղ է, առաջի Տիմոթեոս, ուզում այս միտքն էլ կարևոր է, շատ կարևոր է, շատ անգամ թվում է, թե մարդը մտածում է, թվում է, թե Աստված մարդուն զրկում է որևէ բաներից, աշխարհի հաճույքներից։ Այստեղ տեսեք, սիրելիներ, ուրեմն առաջի Տիմոթեոս 4:11 Այս բաները պատվիրե ու սովորեցուր, Պողոսը գրում է Տիմոթեոսին, չլայ, որ մեկը կդրեք 4:8-11 Վասնզի մարմնին վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե ներկա եւ թե ապագա կյանքին խոստմունք ունի։ Քիչ բանի, ուրեմն մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է։ Ուրեմն մարմնի վարժությունը չի ասում ընդհանրապես օգտակար չի։ Դա պետք է, մարմնի վարժությունը պետք է, աշխատանքը պետք է, երբ որ խորը մենք նայում ենք մեր նախնիները, նրանք աշխատել են։ Մարտին Լյութերը ասում էր, եթե իմանամ վաղը Քրիստոսը գալիս է, ես չեմ դադարի ծառ տնկելուց այսօր։ Էնպես որ մենք ուշադրություն դարձնենք, որ մարմնի, բայց քիչ բանի օգտակար է, բայց առաջինը պետք է չլինի։ Ամեն բանի օգտակար չի։ Այն, որ երկրի վրա մարդուն տված է, Աստված տվել է կյանք եւ այդ կյանքով ինքը այս կյանքում ապրում է, այո, այս կյանքը պետք է, քանի դեռ մարմնի մեջ է։ Նույնիսկ Մովսեսը, երբ որ անապատ հանեց Իսրայելի ժողովրդին, մենք երբ որ ուշադրություն ենք դարձնում, ամեն ինչ իրանք մարմնավոր բաներ են ուզում, եւ Մովսեսը Աստծուց վերցնում ու տալիս էր։ Մանանա էր տալիս, մսեղեն էր տալիս, եւ այդ բոլորը տրվում էր, որովհետեւ մարմինը գոյատևելու համար դա պետք է, բայց առաջինը պետք է չլինի։ Եվ ուշադրություն դարձնենք, Հակոբը ու իր որդիները հովիվներ էին, աշխատում էին։ Հովսեփը դառավ վարչապետ, երկրի, եգիպտական երկրի Եգիպտոսի վարչապետ դառավ, աշխատում էր։ Մի քանի աշակերտներ Տեր Հիսուսի ձկնորսներ էին, աշխատում էին։ Եվ Տեր Հիսուսը այս մարմինի մեջ լինելով նույնիսկ ինքը մասնագիտություն ուներ, հյուսն էր, չէ՞։ Եվ Եթովպացի ներքինը գանձապետ էր, Ղուկասը բժիշկ էր։ Էնպես որ աշխատանքը երբեք ոչ մեկից մտքով չանցնի, որ եթե որևէ մեկը աշխատում է դառավ հավատացյալ պետք է թողի։ Ոչ, ընդհակառակը նա ավելի ու ավելի օրհնված է լինում։ Պատկերացրեք, երկրի նախագահ Աստվածապաշտ հավատացյալ լինի, ինչպես Սողոմոնը երկրի թագավորն էր, ինչպես Դավիթը երկրի թագավորն էր։ Աստվածապաշտ լինի այսօր որևէ գործատու, որևէ բիզնեսմեն, որևէ բանվորներ աշխատացնող բրիգադիր Աստվածապաշտ լինի, որևէ բժիշկ մանկավարժ Աստվածապաշտ լինի։ Ավելի օրհնվում է,
ասում է դուք լույսն եք աշխարհի, բժիշկ է, բայց լույս է իր շրջապատի, մանկավարժ է, բայց լույսն է, գործատու է, ղեկավար է, բայց լույսն է իր բանվորների։ Ինչ հրաշալի է, ինչ հրաշք կա, ինչպիսի հրաշալի կյանքով են ապրում այդ ղեկավարի բանվորները։ Աստվածապաշտ է, լույսն է աշխարհի։ Ուշադրություն դարձնենք սիրելիներ, ես իհարկե հաջորդ անգամ իհարկե կշարունակեմ, ժամանակը լրացավ, կանգնենք աղոթքի, ոչինչ, կարևոր թեմա է, ես ուզում եմ հաջորդ անգամ շարունակել։ Սիրելիներ, ուշադրություն դարձնենք, հոգսեր ասեցին, որ իրենց համար պետք է աղոթենք, հոգսեր, որ այդ հոգսերը քույրերի սրտում մեծ նեղություններ է։ Շատ լավ, ովի քրոջ համար աղոթենք։ Ուրեմն հոգսեր կան մեր բաչիկ եղբոր, մեր բարձրահասակ բաչիկը որ կա, իր ուրեմն Լիլիթ քրոջ տղանա Լիլիթ քրոջ ամուսինը Սերգեն խնդրել է, որ եկեղեցին իր համար աղոթի։ Հիշում եմ մի ամիս առաջ ինձ կանչել էր, ասում է ես քեզ կանչել եմ, որ կաս, ուրեմն եթե ես կմեռնեմ, հոգևոր բան կազմակերպեք իմ։ Ես իրան ասեցի, չէ, այդպես չեմ համաձայնվում։ Էդի թող կազմակերպողներ շատ կլինեն։ Մենք ուզում ենք, որպեսզի քո հոգին տալուց երկին գնա քո հոգին։ Աղոթ կարեցինք իր համար։ Հիմա նորից խնդրել է, որ եկեղեցին աղոթի, Սերգեյ եղբայրը խնդրել է։ Ուրեմն այստեղ անուններ են գրել Նարեկ, Մարի, մանուկների մեջ ուրեմն մանկականի պատասխանատու քույրերն ասեցին, որ մանուկների մեջ կան վիրուսներ։ Դե բնական է, այս մարմնի մեջ դա էլ կլինի։ Եվ աղոթենք այդ հոգսերի համար։ Աղոթենք։ Արարիչ Աստված, երկիր ու երկինք ստեղծող, ամենակարող Աստված, քեզ ենք բերում մեր սրտի հոգսերը, քեզ ենք բերում մեր քույրերի ու եղբայրների սրտի հոգսերը։ Քո խոսքը մեզ սովորեցրել է երկնքի թագավորությունը խնդրեք, մնացած բաները կտրվի ձեզի։ Քեզ ենք բերում մեր ալիք եղբորը Տեր Աստված, դու գիտես իր սիրտը։ Քեզ ենք բերում Տեր Աստված, եղբայրներ եւ քույրեր, որոնք տկարությունների մեջ են, որոնք մարմնի տկարությունների մեջ են։ Դու ես տվել մարմին եւ քեզ մոտ անհնարին ոչինչ չկա։ Դու կարող ես այդ մարմնի վնասված բջիջները վերանորոգել։ Դու կարող ես, Տեր, բայց առաջինը դու ասել ես երկնքի թագավորությունը խնդրեք, մնացած բաները կտրվի։ Փառք քեզ Տեր այն մեծ ողորմության համար, որ որքան շատ ես սիրել աշխարհը, որ քո միածին որդին տվել ես, որպեսզի ով որ հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Քեզ ենք բերում այս հոգսերը, որ մեր եղբայրները եւ քույրերը գրել են այս թղթերի վրա, իրենց սրտի հոգսերն են գրել եւ ուղարկել են հավատքով, ուղարկել են հավատալով, որ եկեղեցին աղոթելու է։ Եկեղեցին այս ժողովուրդը մենք բոլորս դու այրունով ես գնել։ Ինչ հրաշք է Տեր Աստված, որ մենք քո այրունով գնված ժողովրդի մեջ ենք։ Եվ քո ժողովրդի մեջ ենք այս մարմնի մեջ եղած ժամանակ։ Ինչ հրաշք է Տեր Աստված, որ քո այրունով գնված ժողովրդի մեջ մենք ապրում ենք, Տեր։ Քեզ ենք բերում բազում հոգսերը, այս բոլորը, որ ուղարկել են մեր քույրերի ու եղբայրները։ Քեզ ենք բերում, Տեր Աստված, մեր երկրի հոգսը, մեր օրենսդիր մարմիններին երկրի, մեր ղեկավարներին, մեր վարչապետին,
Քեզ ենք բերում Տեր Աստված մեր կառավարող մարմիններին մեր երկիրը։ Ուզում ենք որպեսի երկնքի իմաստությունով կառավարեն մեր ազգը։ Քեզ ենք բերում մեր զինվորներին սահմաններում։ Մենք չենք ուզում այրում թափվի, մենք թշնամի չունենք։ Մենք չենք ուզում ոչ մի մայր լաց լինի։ Բոլոր մայրերին դու ես տվել մայրական զգացմունք եւ չենք ուզում ոչ մի մայր տառապի։ Պահիր խաղաղությունը մեր երկրի։ Փառք ես Տեր, հիմա մենք բաժանվում ենք։ Դու մեզանից անբաժան եղիր։ Մենք քո կարիքը ունենք ոչ միայն աղոթքի պաշտամունքի ժամանակ, այլև ճանապարհին, տրանսպորտում, քնած թե արտուն ժամանակ, աշխատանքի վայրում, երիտասարդների ուսման վայրում, հարևանների, բարեկամների շփման ժամանակ մենք ունենք քո կարիքը։ Ուզում ենք որպեսի քրիստոնյա վայել խոսել, քրիստոնյա վայել ապրել, քրիստոնյա վայել տեսք ունենալ։ Եթե մի բան այնպես չի մեր կյանքում, մենք նայենք քո շուրթերից դուրս եկած խոսքերին։ Նայենք մեր հայլուն, որը Աստվածաշունչն է։ Նայենք եւ ստուգենք մեզ, ստուգենք ինչպիսին ենք մենք, քրիստոնյա վայել ենք ապրում, լույսն ենք աշխարհի, աղն ենք աշխարհի։ Եթե ինչ որ խնդիրներ կան, մենք խնդրենք, որպեսզի փոխես մեզ։ Բարեր կա մեր ուժը կարող է չի պատում, բայց չհամակերպվենք այդ ապրելակերպի հետ, այլ խնդրենք, որպեսզի փոխես մեզ, օգնես մեզ, որպեսզի մենք նայելով հայլուն Աստվածաշնչին, մենք կզգանք, որ ուրախանանք, որ փոխվել ենք արդեն։ Փառք ես Տեր, արձակիր մեզ խաղաղությամբ, փառավորվիր մեր մեջ, Տեր Հիսուսի անունով, փառք Հայր Որդուն եւ Սուրբ Հոգուն, ալելույա, ամեն։ Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, եւ մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտաբաններին, մեզ փորձության մի տանիր, հապա չարից մեզ ազատիր, քանզի քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեզ հետ լինի այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։ Խնդրում եմ նստեք, կարևոր հայտարարություններ կա, շատ կարևոր, ուրեմն ամբողջ Հայաստանի մասշտաբով, ուրեմն ծոմապահությունը, ուրբաթ օրը, շաբաթ օրը եւ կիրակի օրը, այդ 3 օրը ծոմապահություն է, բայց մենք մեր մեջ կան, որոնք Սուրբ Հոգով մկրտված չեն, կան, որոնք խնդրում են պաշտամունքի ժամանակ աղոթքի տեղ տալ, ուզում են, բայց մենք քանի որ 2 ժամ է տևում, մենք ուղղակի հնարավոր չի այդ 2 ժամվա մեջ շատ երկար աղոթքի տեղ տալ, որովհետև աղոթքը ավելի շատ մենք տանը պետք է աղոթենք։ Բայց այդ 3 օրվա ծոմապահությունը այդպես եկեղեցին Հայաստանի շատ են այդպես տարածքներ կա անում են եւ մենք էլ անենք։ Ուրեմն ուրբաթ օրը ով որ կարող է 3 օրներ թող պահի, ով չի կարող մի օր կամ 2 օր, վերջը, ով ինչքան կարող է, ազատ է։ Բայց ուրբաթ օրը եւ շաբաթ օրը երեկոյան ժամի 7-ին հավաքվում ենք աղոթքա ժողովի։ Այդ 2 օրը լինելու է աղոթք։ Այստեղից քարոզ չի լինելու։ Ընդհանրապես եղբայրները կարող են մի սաղմոս կարդան կամ մի հատ միտք կարդան եւ ամբողջ երեկոն պետք է տրվենք աղոթքի։ Կան Սուրբ Հոգով մկրտվածներ չեն, կան ուզում են փոխվել, այդպես տկարությունը պատել է, հիվանդներ ունեն, դժվարություն։ Այդ օրը ամբողջ այդ երեկոն ուրբաթ եւ շաբաթ երեկոն կտրվի աղոթքի։
Ճիշտ է, երիտասարդներն այդ օրը շահում են, որովհետև առավոտ 11-ին է Բանգլադեշում երիտասարդական լինելու, շահում են, որովհետև երկու պաշտամունքի կմասնակցեն եւ երիտասարդական երեկոյան էլ սիրելիներ, աշխատենք չբացակայել։ Շաբաթ, ուրբաթ եւ շաբաթ օրը ժամի 7-ին աղոթքա ժողովա լինելու, ամբողջ եկեղեցին պետք է տրվենք աղոթքի, Սուրբ Հոգով աղոթենք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, վերջապես կտրվենք աղոթքի այդ երկու օրը։ Իսկ Կիրակի օրն էլ հերթական ժամի 11-ի հավաքույթն է, այդ օրը կլինի հավաքույթ։ Ուրեմն այսօր ժամի 7-ին եղբայրական Սուրբ Գրքի սերտողություն, նորերի հավաքույթ 8:30-ը չի լինելու, վայ եղբայրը ուղղակի Լիբանան է գնացել, ժամի 5-ին լինելու է։ Ուրեմն շաբաթ օրը ժամի 11-ին լինելու է հավաքույթը։ Եվ հետո մի հայտարարություն էլ։ Շատ անգամ եղբայրներին ենք ասում, գործ կա։ Այսօր քույրերին ենք ասելու, հաջորդ Կիրակի օրը, հələ որ մի հատ այդ բարագույրերը բարձրացեք, տեսեք ինչ վիճակ է մեր։ Ո պետք է մաքրի։ Մաքրուի քույրիկը հազիվ կարողանում է այս մասերը, բայց ապագիները դա մի հոգու գործ չի։ Ուրեմն ես անուններ չեմ գրում, ես հավատում եմ, որ քույրերը քաջ են, եղբայրներին ճիշտ անունները գրում են, բայց քույրերի չեմ գրում։ Գիտեմ, որ քույրերը պարտաճանաչ են։ Եղել է այդպես ֆիզիկական գործ եղել, եղբայրներին ասել եմ, եղբայրներ չնի քույրերին հայտարարեմ կան, դուք նայեք անհարմար զգաք։ Ես գիտեմ, որ քույրերը շատ պարտաճանաչ են, անուն չեմ գրում։ Ուրեմն Կիրակի օրը հավաքույթից հետո մնալու են քույրերը, բայց իրանց հետ թող ինչ որ շոր բերեն։ Չնայած կարող է շատերին կարիք էլ չունի շոր բեր, բայց թող մի հատ խալաթ բերեն եւ այդ խալաթով իհարկե թե սուրճ մի փոքր ընթերիկ կտրվի, որպեսզի անպայման, ասենք, մի բան ուտելուց հետո նոր սկսեն գործը։ Քույրեր ջան, խնդրում եմ, ինձ պատվաբի չանեք, ըներ չլի։ Եղբայրն ասեն, տեր մեզ քույրերն էլ մի բան չեն։ Չէ, ես հավատում եմ, քույրերը պատվաբի չեն անի։ Կիրակի օրը, հաջորդ Կիրակի օրը կգան, խալաթներ հետները կբերեն եւ գործը կսկսեն։ Այսքանը կներեք, ուշացրինք, Աստված բոլորիս հետ, գնանք խաղաղությամբ։